Փառք Նժդեհին։ Տեսնում եք, աշխարհում որքան Պուտինի դիրքերը թուլանում են, նույն տեմպով այդ դիրքերը չեն թուլանում Հայաստանում։ Որովհետև Պուտինը, իսկապես որ Պուլին է, Պուտինը Հայաստանում ամբողջ դաշտը քաղաքական, տեղեկատվական, հասկանում եք, անվտանգային, ամբողջ դաշտը վերահսկում է, բոլորը իր կամակատարներն են, բոլորը, խորհրդարանի մասին բազմիցս ենք ասել, և Նիկոլիես վերջի, այդ որ գնացել էր Եվրոպայից անմիջապես գնաց և հյուրանոցում հերթի էր սպասում, որ պետք է արդեն պատուհանից ցույց էր տալի, չէ, ինքը որ շենքի դիմաց է, պիտի գնա զեկուցի, բայց ինքը դրանում քննադատում էր, չէ, Գարեգին Բեին, թե ես չեմ ուզում, որ մեր կաթողիկոսը օտարերկրյա գործակալներին ավագ լեյտենանտին զեկուցի, տեղեկություններ տա, բայց ինքը գնացել էր տեղեկություններ տալու, այստեղից ենթադրում ենք, որ ինքը ոչ թե չի ուզում Գարեգին երկրորդը տեղեկություններ տա, որովհետև տարբերություն չկա, այդ տեղեկությունները նույն Պուտինին են հասնում։ Իր տվածն էլ, Գարեգին Բեի տվածն էլ, Ռոբերտի տվածն էլ, Սերժիկինն էլ, Տաշի Սամոյինն էլ, հասկանում եք, Գոդի Գագոյինն էլ, Լֆիկ Սամոյինն էլ, ճիշտ է, դրանք առաջի այսպես ձեռ չեն կարող այդ ինֆորմացիան հասցնել, բայց իրենք հասցնում են պատկան անձանց, այդ մարդիկ տանում հասցնում են տեղ։ Նիկոլը իր մոտ երևի խանդ էր առաջացել, որ ինքը մենակ ինքը դա, այդ մենաշնորհը իրենը լինի, ոչ թե ասեն Գարեգին երկրորդը իր հետ հավասար կարողանա մտնի այնտեղ եւ զեկուցի։ Ուզում է որ գան իրեն ասեն, ինքը գնա այդ ամեն ինչի մասին, այսինքն պարզ երևում է, չէ, եթե ինքը մտադրություն չունի հապկից կամ մի ատոմից դուրս գալու, այսինքն մնում է Պուտինի ուղեծիրում։ Այս մարդիկ էլ են Պուտինի ուղեծիրում։ Եվ այստեղից արդեն սա ուղղակի ասեմ այն մարդկանց, ես չգիտեմ արդեն այն մարդիկ, ովքեր դեռ պատկերացնում են, որ Նիկոլը իսկապես բան է սենց վստահում են, որ ինքը արևմտամետ է, թե Նիկոլը ուղիղ հայտարարում է, որ ինքը ռուսամետ է, բայց մարդիկ իրաց մոտ հակառակ կարծիք է, էլի։ Չնայած դա կապ չունի, էլի, մարդկա կույր է, մարդկա լավ չի լսում, մարդկա քյաչալ է, բայց ուղիղ պարունակությունը ժողովուրդ, դրա հետ սկի կապ չունի, բայց ես ուզում եմ կիսակատակ, կիսալուրջ ասեմ, այս խոսքս ուղղում եմ քորերին, քյաչալներին, հա, կույրերին, բաներին, խուլ ու համերներին, չգիտեմ, ոնց կթարգմանեմ ձեզ, չեմ կարողանում դες բացատրել, խնդրեք ինչ-որ մեկը թարգմանի, ուրեմն Հայաստանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, 18 թվին ռեժիմի փոփոխություն տեղի չի ունեցել, դրա վառ ապացույցներից մեկն էլ Սասնա ծռերի ապստամբությունն էր 16 թվին, 16 թվին Սասնա ծռերը որ ապստամբեցին, դες հատուկ Սերժիկի համար չէին ապստամբել, ապստամբել էին, որ ռեժիմին թույլ չտան Արցախը տա Ալիևին, և երբ որ տղաներին կալանավորեցին, այդ ժամանակ Սերժիկն էր պատասխանատուն, այդ տղաները նորից հիմա կալանավորված են, ով էլ որ կալանավորված չի, այդ մարդու դատական պրոցես ընթանում է, վաղ թե ուշ կալանավորելու են, եթե մնան սրանք, այսինքն ինչ է ստացվում, տղաները Սերժիկի օրոք կալանավորված են, Նիկոլի օրոք կալանավորված են, բայց Նիկոլն ու Սերժիկը իբր հակառակորդներ են, ոնց հասկանանք դա, ուրեմն ռեժիմը չի փոխվել, չէ, եթե Սասնա ծռերը բանտում են Սերժիկի օրոք, բանտում են Նիկոլի օրոք, ուրեմն Սասնա ծռերը ապստամբել էին հենց Պուտինի դեմ, Պուտինի ռեժիմի դեմ, և չմոռանանք, երբ որ Նիկոլին նշանակեցին վարչապետ, դա ժողովուրդը չնշանակեց, ժողովուրդը քվե չի տվել, բուլետեն չի գցել արկղի մեջ, որ Նիկոլը դառնա վարչապետ, Նիկոլին հանրապետականները, դաշնակները, Բարգավաճ Հայաստանը, կողմ քվեարկեցին, դարձրեցին վարչապետ, և երբ որ առաջի կառավարությունը որ ձևավորվեց, սա չմոռանաք երբեք, Նիկոլի առաջի կառավարությունը, որ ձևավորվեց, այդտեղից հանրապետականը դուրս եկավ այդ կոալիցիոն կառավարությունը, հիշում եք, հանրապետական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, այս երեքով կոալիցիոն կառավարություն էին կազմակերպել, Սերժիկը դուրս եկավ իր թիմով, Նիկոլը իր թիմով մտավ այդտեղ, որտեղ այդ նոր ձևավորված, իբր նոր ձևավորվեց այդ կառավարության մեջ, և դաշնակները, և Բարգավաճ Հայաստան, և ԿՊ-ն
կառավարության կոալիցիոն ընկերներ են եւ նախարարների, մարզպետների, չգիտեմ, փոխնախարարների, փոխմարզպետների պորտֆելներ ստացան։ Այսինքն երեք քաղաքական ուժերը սկսեցին շարունակել կառավարել Հայաստանը։ Այսինքն նախկինները մնացին։ Նախկին դաշնակը, նախկին բարգավաճը մնաց։ Հանրապետականի փոխարեն եկավ Նիկոլը։ Եվ այնտեղ գիտենք, չէ՞, որ ասենք ԿՊ-ի եւ Հանրապետականի ԿՊ-ի եւ Դաշնակցության մեջ կադրերի փոփոխություն տեղի ունեցավ։ ԱՀԳ-ի ԿՊ-ականներ, Հանրապետականներ եւ Դաշնակցականներ, որոնք հետո պետք է այս ամեն ինչը իրենց ուսերի վրա վերցնեին տանեն առաջ, դարձան ԿՊ-ական։ Սա հո բոլորիս համար տեսանելի է։ Կապ չունի, որ դու քիաչալ ես, բայց գոնե լսելու կամ վերլուծելու բան ունես, չէ՞։ Ուրեմն այս երևույթները ու Նիկոլի վերջի հայտարարությունը, որ ինքը հապկից դուրս գալու մտադրություն չունի, արդեն իսկ գոնե էլի ասենք 7 տարի հասկանում եք ահագի ժամանակ էլի, ինչքան կարող են ձեզ խաբել, որքան կարող են ձեզ խաբել, որ հեսա պրծնում ենք, եւ ասում եմ աշխարհում քաղաքական արենայում համաշխարհային Պուտինի դիրքերը սարսափելի թուլացել է, բայց Հայաստանում չի թուլանում, որովհետեւ ամբողջովին ինքը վերահսկում է թե քաղաքական դաշտը, թե տեղեկատվական դաշտը, թե անվտանգային դաշտը, հասկանում եք, լրատվամիջոցները առաջատար իր ձեռքին են, տնտեսական այդ ռազմավարական օբյեկտներն իր ձեռքին են, այդ որ ասում են բանը, հեսա էլեկտրոցանցը վերցնում են թուրքերին տան։ Այդ էլեկտրոցանցը ասենք հա անունով էր Կարեն Կարապետյանինը, բայց այդ էլեկտրոցանցը Ռուսաստանը դրանով Հայաստանին էներգետիկ անվտանգության, այսինքն լծակ էր, կախման մեջ էր պահում։ Անունը դրել են, ասենք Սամվել Կարապետյան, բայց ո Սամվելինը չի։ Սամվելին ինչ ունի Պուտինինն է, որովհետև երբ Պուտինը չուզենա, որ էլ Սամվելը ինչ-որ բան ունենա, Սամվելը չի ունենա։ Ու այսօր եթե էլեկտրոցանցերը արդեն խոսակցություն կա, որ տալիս են թուրքական ինչ-որ կազմակերպության, դա նշանակում է, որ Պուտինը իր էլեկտրոցանցը վաճառում է Թուրքիային։ Ոչ թե Նիկոլը։ Ուղղակի դե ժողովրդի աշկին թոս փչելուց, ասենք հանում են իբր ազգայնացնում են, հետո էլ կասեն չստացվեց, փող չենք ուզում ծախսենք, տանք Թուրքերին։ Բայց գործարքի մի կողմը Պուտինն է, մի կողմը Էրդողանը։ Սրանք արանքում այդ ձևակերպողներն են եւ թոս փչորներն են ժողովրդի աչքերին։ Եվ պետք է արժանին, այսքանից հետո պետք է տեսանելի լինել սասնածռերի գործողությունը եւ պետք է աջակցենք այդ մարդկանց բանտերից անենք, որ զարտոն կապրի ազգը։ Հակառակ դեպքում մեզ լավ բան չի սպասվում։ Իրոք լավ բան չի սպասվում։ Եթե սասնածռերը մնացին բանտում, եթե այս նոյեմբերի 9-ի փաստաթղթի սիրահարները նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել է Նիկոլը, չէ՞, բայց Նիկոլականն ասում է դե Քոչարյանը վաղուց ստորագրել տվել էր, չէ՞։ Սենց ախմախ բաներ են, չէ՞, խոսում։ Ցանկություն ուներ, բայց այդպես վերջնական նոյեմբերի 9-ի փաստաթղթի նման փաստաթուղթ Ռոբերտ Քոչարյանը չի ստորագրել։ Բայց Նիկոլը ստորագրեց։ Ռոբերտն էլ հավանություն տվեց։ Հիշում եք, չէ՞, ասում են անմտություն կլինի այս թղթին դեմ գնալ։ Ու այդ թուղթը վերացավ, որովհետև Արցախ չկա էլ։ Եթե թուղթը Արցախի մասին է, եթե Արցախ չկա, ուրեմն թուղթն էլ չկա։ Եվ թերքաբոլշևիկը իր ռեժիմով, իր դաշնակով, իր հանրապետականով, իր Նիկոլով, իր բարգավաճով տանուլ տվեց խաղը հայ երիտասարդների արյան հաշվին։ Եվ այսօր առաջին հանրապետությունից խոսում է միայն ազգային ժողովրդարական բևեռը։ Միակ ճիշտ ուղին է, միակ միջազգային փաստաթղթով ամրագրված ուղին է, որ ասենք այդ թղթով գնաց միջազգային դատարան, աշխարհը պետք է քեզ օգնի։ Չուզենայել չի կարող չօգնել, ինքը որովհետև թղթի հեղինակը մենք չենք, իրենք են։ Ինչպես Վարուժան Ավետիսյանն է ասում, արևմուտքում է ձևավորվել մեր իրավունքը։ Մենք ոչ մեկին չխնդրեցինք 20 թվին լիսոն իրավարար վճիռ։ Այդ իրենք որոշեցին, իրենք էլ գծեցին, իրենք էլ տվեցին։ Եթե մենք իրենց գրած թուղթը, իրենց ոչ թե Ռուսի ու Թուրքի այդ մոսկովյան բանը, իրենց կողմից վավերացրած գրած թուղթը, ոսոր իմ գրած թուղթը մեկը բերի դնի առաջ, ես հրաժարվեմ, չեմ կարող հրաժարվել։ Ուրեմն ես ինքս չեմ հարգի։
ազգային ժողովրդավարական բևեռին սասնացրին պետք է աջակցել։ Մենք նաև մոտենում է Թելեթոնի օրը։ Ֆինանսապես պետք է աջակցեք, որ մենք այդ աշխատանքը աշխարհին ծանոթացնել իրենց իսկ ստեղծած թղթին, այդ գործընթացը մենք շարունակում ենք։ Պարոն Պապյանն նոր գրքեր է տպագրել։ Մի քանի 100 օրինակով։ Դրանք պետք է տեղափոխենք իմիջայլոց, ովքեր Հայաստանից Ամերիկային գնալու, խնդրում եմ արձագանքեք, յուրաքանչյուր եթե 10-20 գիրք էլ հետներ անցկացնեք Ամերիկա, այստեղ պետք է լուրջ քաղաքական հանրության պետք է այդ գրքերը տրամադրվի մեր իրավունքի մասին, առաջին հանրապետության մասին։ Այսինքն մենք աշխատանք ենք անում։ Վարուժան Ավիսյանը բանտում նստած գրքեր է գրում, ինչպես Նժդեհը։ Դե Հմեկը նման բան չի ասի, Երգիրը չի ասի մեդիան, հա դաշնակների, Շանթը չի ասի, Արմենյան չի ասի, հասկանում եք, Հերգուսը չի ասի։ Նրանք պետք է ասեն Նիկոլը Քխ, կամ էլ ասեն Ռոբերտը Քխ։ Իրար սենց ցույց տան, որ իբր հակամարտություն կա, թե սենց քնեցնելով մինչև լրիվ Պուտինը կտապալվի ու թուրքերը կհաջողվեն մտնել Հայաստան։ Իսկ այդ process-ի կասեցում պետք է անի ազգային ուժը։ Իսկ ազգային ուժի զգալի մասը բանտում է։ Սթափվեք եւ ճիշտ գնահատեք իրավիճակը։ Մնացեք խաղաղությամբ։